Աղոթքի ժամանակ նոր մի քանի անգամ մենակ ես խոսքն էր բարձանում, ինչ որ խնդրում ես Աստծուց, ասում ես, որ ես եմ Տերը։ Ինչ ասում ես, ինք ասում է Տերը, ես եմ հանգիստել։ Ես եմ Տերը։ Գիտեք ինչքան կարևոր է լսել Աստծուց, որ Աստված քեզ ասի, Արսեն, ես եմ Տերը։ Դա նրա համար չի, որ ես ինձ Տեր եմ տեսնում։ Դա նրա համար է, որ ինչ անհանգստություն, ինչ խնդիր, ինչ հարց որ կա, Տերը ես եմ։ Ես եմ այդ հարցերի լուծողը։ Ես եմ այդ խնդիրների պատասխանը, Տերը ես եմ Տերը։ Գիտեք Աստված քանի անգամ այս խոսքերով հայտնվել իր ծառաներին, իր զավակներին, 5 կտակարանում, նոր կտակարանում, այս խոսքերով մի քիչ այս կոմենքոն բառերը, բայց իմաստը նույնն է, ես եմ Տերը։ Մի հատ իմ հետ կրկնի։ Աստված քեզ ասում է, եկեղեցուն ասում է, ես եմ Տերը։ Ամեն։ Գիտեք Տերին ինչա ես եմ Տերը։ Ինչից որ անցնում ես, ինչ որ կյանքիդ մեջ կա, ես ավելի բարձր եմ, քան ինչ որ դու քո կյանքի մեջ ես։ Ես ավելին եմ, քան այն խնդիրները, հարցերն ու պատասխանները, որ դու քո կյանքի մեջ ունես։ Ամեն, համաձայն ես իմ հետ, մի հատ քեզ թափ տուր, մի հատ ցած առույգացիր, մի հատ ցած իրար արի, մի հատ ասա ես պիտի լսեմ, մի հատ ընկի հոգևոր իրականության մեջ, մի հատ քեզնից դուրս արի։ Այս խոսքը, այս երկու շաբաթը անընդհատ իմ մեջ կա, հաղթիր ինձ Տեր։ Հաղթիր, ես այդ խոսքը չեմ ունեցել ընդհանրապես, այդ օրը որ Զեյակ եղբայրը ծառայում էր վերջում որ դա այս լրիվ ուրիշ տեղից է եկել այդ խոսքը։ Ի նկատի ունեմ հոգու մեջից, ուրիշ տեղից է դիվային ի նկատի չունեմ։ Ի նկատի ունեմ լրիվ հոգու մեջի, հաղթիր ինձ Տեր, դա մի հատ բան էր, սենց խոսք, մի հատ սենց ներքին աղաղակ, մի հատ ներքին կարիք, որտեղ ինձ խանգարող է ես եմ, քեզ խանգարող է դու ես։ Ավելի գնալու համար դու ես քեզ խանգարող։ Ավելի մեծ օծության մեջ, հոգու մեջ գնալու համար դու ես քեզ խանգարող։ Աստծուն ավելի հավատարիմ լինելու համար դու ես քեզ խանգարող, ուրիշ ոչ մեկ քեզ չի խանգարող։ Եթե քննես քեզ կտենաս, որ քո խնդիրը մի հատ անուն ունի, համար 1 դու։ Քո խնդրի, հոգևոր խնդրի անունը համար 1 անունը ցուցակի մեջ էսա, քո անունն է գրած առաջինը։ Ուզես թե չէ, տեսնես թե չէ, ընդունես թե չէ, դու ես քո խնդրի համար 1 խանգարողը։ Քո իրավիճակի համար 1 խանգարողը դու ես։ Դրա համար ես ասեցի, հիմա եմ ասում, էլի եմ ասելու, հաղթիր ինձ Տեր։ Իմ վրայով անցիր։ Չասմիր ինձ, ինձանից ազատիր։ Ոչ մեկ քեզ այդքան չի կարող խանգարել, ինչքան դու քեզ։ Դու այդքան խեղճ չես, որ միշտ ուրիշները քեզ խանգարեն։ Դու ուրիշների կարաս ասես գնա վաբշե։ Ուղղակի թողնես գնաս, բայց քեզ չես կարող ասես գնա։ Դրա համար դու քեզնից պիտի ազատվես։ Մենք այդքան խեղճ չենք, չէ՞ ուրիշները մեր հետ ոնց ուզենան վարվել, մենք դա ձեզ չանենք։ Չեմ հավատում։ Ուրիշներին շատ հանգիստ կարող ենք ասենք գնա, բայց մենք մեզի չենք կարող ասենք գնա, որտեղ մենք մեզնից ազատվել ամենադժվար բանն է։ Հեշտա չէ, բայց հնարավոր է։ Ամեն։ Ինչ է կատարվում Աստծո ծառա Մովսեսի հետ Ելից 17-րդ գլխում է։ Առաջին խոսքը գցի մի հատ, շատ հետաքրքիր տեղեր է, որ կարդում եմ ու սենց բաներ է բացում Աստծուն Տեր Աստված, այն քեզի բան։ Որ դու գիտեիր ոչինչ։ Ես թող լինի, որ իմ համար եմ կարոզում։ 17-1 ասում է Իսրայելի որդիները չկա են ջան։ Գորավ Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը ուշադիր կարդացեք, Տիրոջ խոսքի համաձայն իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռաֆիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։ Այ քեզ բան։
Տեր Աստված դու մեզ առաջնորդում ես մի հատ տեղ, ասում ես չվեք գնացեք։ Սա իմ կամքն է, որ դուք Սին անապատից գնաք Ռաֆիդին։ Դու ես մեզ առաջնորդում։ Մենք գնում ենք քո հայտնության, քո խոսքի համաձայն։ Գնում ենք մի հատ հատուկ տեղ, որտեղ որ դու առաջնորդում ես։ Եկել ենք, բայց ջուր չկա։ Դու մեզ առաջնորդում ես մի տեղ, որտեղ ջուր չկա, խմելու, այո։ Որովհետև քեզ պիտի սովորացնեմ գերբնական ձևով ջուր խմելու, ոչ թե բնական։ Դրա համար եմ քեզ բերել Ռաֆիդին։ Դրա համար եմ քեզ առաջնորդել։ Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ նայում են իրաց կյանքի, շատ է շփվում։ Նայում են իրաց կյանքին, ասում են Տեր Աստված, ոչ մի բան չեմ արել։ Ես ըստ իրաց գաղափարի եմ ասում։ Ես մի քիչ այլ մտածելակերպ ունեմ բան անելու եւ պատժվելու նկատմամբ, բայց ես ըստ այդ մտածելակերպի եմ ասում։ Տեր Աստված, ոչ նայում եմ կյանքից, ոչ մի բան չեմ արել։ Ոչ մի բան չեմ արել։ Մեղքի մեջ չեմ ապրում։ Ինձ էլ թվում է, որ ըստ իս քո կամքի մեջ եմ, Տեր Աստված։ Ինչ ասում ես այդ եմ անում, ասում ես գնա գնում եմ, ասում ես արի գալիս եմ։ Ասել ես գնա Ռաֆիդին, այդտեղ վրան խփիր, մնա այդտեղ որոշ ժամանակ, եկել եմ վրան եմ խփել, բայց այդտեղ ջուր չկա խմելու, Տեր Աստված, ինչ անեմ։ Քանի հոգի են այս վիճակի մեջ։ Եթե հասկացել ես, պետք է ձեր բարձրացնես։ Քանի հոգի են այս վիճակի մեջ։ Ուրեմն հակառակ դեպքում, ուրեմն դու Ռաֆիդինում չես։ Ուրիշ տեղ ես։ Ամեն։ Բայց նրանք, ովքեր Աստծո խոսքի համաձայն չվել են, եկել են, հասել են մի հատ տեղ եւ այդտեղ խմելու ջուր չկա։ Հանգիստ եղիր։ Վաղը լինելու է։ Համաձայն չես։ Բարդ եմ խոսում։ Ժողովուրդ, Իսրայելը Եգիպտոսից դուրս էր եկել, անապատով գնում էր խոստացված երկիր։ Հետ գնանք պատմությունը մի հատ պատմենք։ Գալիս էր խոստացված երկիր։ Տեղից տեղ էին գնում, ամեն տեղից տեղ, վայրից վայր, քաղաքից քաղաք, անապատ քաղաք չկա, չգիտեմ, տարբեր տեղեր։ Գնում էին Աստված ասում են, հիմա վրաները հավաք է, գնացեք ստեղ վրան խփեք։ Օրինակ, հիմա Արարատից գնա Ավշար, Ավշարից Այգևան, եւ սենց շարունակ, միջև որ կհասնես տեղ։ Եվ նրանք ամեն անգամ գնում էին Աստծո խոսքի համեմատ ու համաձայն, բայց նրանք Աստծո կամքի մեջ լինելով, Աստծո ուզած տեղը լինելով, բազմաթիվ խնդիրների ու պրոբլեմների էին հանդիպում։ Իմ ասածը գիտեք ինչ է, որ մենք բոլորս աշխարհից դուրս եկած մարդիկ ենք։ Ամեն։ Մենք դուրս ենք եկել Աստծո խոսքի եւ Աստծո կամքի համաձայն, եկել ենք միտեղ եկեղեցի։ Մենք Աստծո տան մեջ ենք, մենք Աստծո ներկայության մեջ ենք, մենք եկեղեցում ենք, բայց շատերիս համար ստեղ խնդիր կա, ջուր չկա խմելու։ Սա արդյոք մտածելու առիթ որ ես մտածեմ Տեր Աստված կարող է ես քո կամքի մեջ չեմ, չէ։ Եթե դու 100% գիտես դու Աստծո կամքի մեջ ես եւ Աստված է քեզ ասել ստից գնաս տեղ, հնարավոր է որ այդտեղ խմելու ջուր չլինի։ Հնարավոր է որ այդտեղ քո առաջին անհրաժեշտության կարիքը ինչ որ մի ժամանակ չլինի։ Հնարավոր է որ այդտեղ լիքը բաներ իմ ու քո սրտի ուզածով չլինեն, բայց դա նրա համար չի որ դու մեռնես անապատում։ Դա նրա համար է որպեսզի դու բնական ջուր խմելու փոխարեն քորեբի ժայռից ջուր խմես, գերբնականի մեջ գնաս, դրա համար է, որ հիմա ես ու դու ասում ենք Տեր Աստված, ոնց որ էսի է ինչի, Տեր Աստված ոնց որ էնի է ինչի, Տեր Աստված ոնց որ ջուր չկա, բայց մենք Աստծո կամքի մեջ ենք գտնվում։ Միգուցե լիքը անհատներ կան, որոնք Աստծո կամքի մեջ չեն ըստ իրանց, բայց ընդհանուր եկեղեցին Աստծո կամքի մեջ է գտնվում եւ այդ պակասությունները, որ ես ու դու տենում ենք, դա նրա համար չի, որ մենք մեռնենք մնանք դրանց մեջ, դա նրա համար է, որպեսի քորեբի ժայռը սկսի գերբնական ջուրը բխել եւ դու սկսես խմել այդ ժայռից ոչ թե բնական ձևի։ Գիտեք ամբողջ աշխարհում բոլորն էլ բնականով խմում են։ Բոլորն էլ բնականով ապրում են, շատ եմ ասել այս խոսքը։ Եթե ես ու դու առավոտ արտանում ենք, գնում ենք աշխատանքի, գալիս ենք տուն, իրիկունը հաց ենք ուտում, քնում ենք, նորից ես չես տարբերվում քո հարևանից, ապրում ես սովորական բնական կյանքով, այդ ինչ տարբերություն կա։ Իմ ու իմ անհավատ հարևանի միջև։ Եթե ես եմ իր նման ապրում, նույն ձևի, նույն
նույն ձևով, նույն կարգով, նույն շարքով, ուր է գերբնականը։ Գիտեք ինչ ասես Մովսես, եկեք նայեք, հասկացել ես ինձ դեր։ Հնարավոր է Աստված քեզ իր կամքի մեջ բերի մի տեղ, որտեղ որ դու ասես ջուր չկա Տեր Աստված, բա հիմա ինչ եմ անելու։ Եվ եթե այդտեղից փախնես ջուր խմելու համար, երբեք Հորեբի ժայռի գերբնական աղբյուրը չես ստանալու։ Եթե փախնես գնաս ասեն, քո ձևով քո հարցը լուծելու, քո ջուրը խմելու, դու Հորեբի հրաշքը չես ստանալու, հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Եվ ժողովուրդը հարձակվեց Մովսեսի վրա։ Շարունակությունները երկրորդ խոսքը, մինչև 5-4-5 գնալու են։ Ժողովուրդը հարձակվեց Մովսեսի վրա բառից ամենաբուն իմաստով ժողովուրդ, նայեք ինչ ասում։ Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ ասելով, մեզ ջուր տվեք, որ խմենք։ Լսում ես։ Հեսա կասեմ։ Մովսեսն ասեց նրանց, ինչ եք ինձ հետ վիճում, ինչ եք փորձում Տիրոջը։ Ուշադիր նայեք գրվածքին։ Ժողովուրդը կռվում է Մովսեսի հետ, բայց ասում է մեզ ջուր տվեք, որ խմենք, հոգնակի ասում։ Դրա համար է Մովսեսն ասում, ինչու եք ինձ հետ վիճում ու փորձում Տիրոջը։ Մովսեսից ջուր ուզելով, նրանք ուղղակի կամ անուղղակի մեղադրում էին Աստծուն, որ մեզ հանել ես, բերել ես ստեղ, ու հիմա տվեք, դե տվեք խմենք։ Հավատում ենք, որ դու ես մեզ հանել Տեր Աստված Եգիպտոսից, Մովսեսի առաջնորդությամբ, դե հիմա ջուր տվեք խմենք։ Մովսեսի հետ են կռվում, որտեղ Աստծուն չեն դնում։ Կամ ռիսկ չեն անում Աստծուն բողոքեն ու տրտնջան։ Մովսեսով բողոքում են Աստծուն, ասում են, մեզ ջուր տվեք, ով տա, հոգնակին ով է։ Մովսեսելով, Աստված ով որ հանել բերել է իրաց ռապիդին։ Հասկանում ես ինձ։ Դա է ասում։ Մովսեսը դա է գրել, եւ իսկ գիրքը Մովսեսն է գրել։ Դրա համար ասում է, ինձ հետ վիճեցին, բացատրում եմ։ Մեզ ջուր տվեք, որ խմենք։ Մովսեսն ասեց, ինչ եք ինձ հետ վիճում, ինչու եք փորձում Տիրոջը։ Գիտեք, տրտունջը բողոքը, երբ որ ասում, ինչ ես ինձ բերես, ինչ ես այդ ինչ այլն, դա Տիրոջը փորձել է։ Տիրոջ փորձել գիտեք ինչ է այս թեմայի մեջ։ Տեր Աստված, կարող է շշկրվել ես։ Կարող է դու էլ չգիտեիր, որ սենց բան է լինելու։ Գիտեք, դե եթե դու ճիշտ ես արել, դե հենց հիմա ապացուցի, որ դու ճիշտ ես արել։ Հասկացաք ինչ եմ ասում։ Եթե դու ճիշտ ես արել, որպես բերել ես ռապիդին, որտեղ ջուր չկա, դե հենց հիմա ապացուցի, մեզի ջուր տուր, ապացուցելով, որ դու ճիշտ ես արել։ Սա Տիրոջը փորձել է։ Որ մարդ ասում ասում դե բերել ես դե արա է, դե ասել ես դե արա է, գիտեք դրա մեջ մեղադրանք այդ կասկածամտություն, ոնց որ ուզենաս Աստծուն թասիբի գցես, փորձես իրան, ասես դե եթե բերել ես արա։ Հասկանում ես ինձ։ Հիմա տեսեք։ Շարունակում ենք Ելեն ջան։ Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ եւ ասեց. Ինչու ես հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մերցնես մեր որդիներին եւ մեր հոտերին։ Գիտեք ես վերջի 3 բառերը ինձ ինչ ասում։ Դեռ ոնց են մտածում։ Ոնց է ուշադիր լսեք, լուրջ հայտնություն եմ ասում։ Նրանք այնպիսի մտածելակերպ ունեին, որ իրանց ունեցվածքը միշտ իրանց հետ էր, իրանք անընդհատ մտածում են իրանց ունեցվածքի մասին, հոտերի մասին, ոչխարների, գովերի։ Գիտեք, նրանց խոսակցությունների մեջ անընդհատ իրանց ունեցվածքը կա, նրանք չէին խոսում իրենց մասին, նրանք չէին խոսում հոգևորի մասին, սա ցույց է տալիս, որ նրանք կամ մեր ունեցածի կամ նյութականի հետ կապվածություն ունենք։ Մեր հոտերին ես ուզում վերցնես, այսինքն իրանց, դուք հասկանում եք ինչ եմ ասում, նրանք իրանց հավասարապես դնում են իրանց ունեցվածքի հետ հավասար, նրանք այդքան կապվածություն ու կախվածություն ունեն իրանց նյութականից, դրա համար նրանց հետ անընդհատ ինչքան կարդաք սենց տեքստեր, գտնեք, որ իրենց ունեցվածքը, հոտերը, կովերը, ոչխարները իրանց խոսակցության մեջ կա, բամեր դաշտը, բամեր կովերը, բամեր ավտոները, բամեր ունեցվածքը, բայեսի, այսինքն կարևոր, ամենակարևոր բաները թողած, գիտեք, ոչ մի զրույց չկա, տրտունջի մեջ, երկնքի նկատմամբ ոչ մի զրույց չկա, ոչ մեկը չի ասում, բայ ետ ենք հասնում խոստացված երկիրը,
Բա երբ ենք հասնելու այն բանը, կաթումեղը բխող երկիրը, ոչ մեկ դրա մասին չի խոսում, բոլորը մտածում են ներկայով, այս պահին, և բոլորը մտածում են մարմնավորի, նյութականի և իրանց ունեցվածքի վրա։ Բա, ինչի չկա օրինակ խոսք, Մովսես ջան, այս ինչ լավ արիր մեզ հանիր, բա երբ ենք հասնելու կաթումեղը բխող երկիրը, Մովսես ջան, բա երբ ենք հասնելու խոստացված երկիրը, Մովսես ջան, բա երբ, սպասում ենք է դրան, ոչ ինչ որ ջուր չկա, գիտեք սա մտածելակերպ է, գիտեք հավատացյալներից մեջ լիքն է նման մտածելակերպ, նման տեսակ մտածելակերպ, որ մտածում է միայն այս պահի, այս իրավիճակի մասին, հենց հիմա պետքա ինչ-որ բան լավ լինի, վաղը ինչ կլինի, ես չգիտեմ, բայց հենց հիմա իմ համար լավ լինի, նա հետոյի նկատմամբ ոչ մի տեսիլ չունի, այս տեքստերը նման մտածելակերպ ունեցող մարդկանց խոսակցություններ են, որտեղ տեսիլ ունեցող մարդը չի վիճում Աստծո հետ, տեսիլ ունեցող մարդը չի վիճում Աստծո մարդու հետ, տեսիլ ունեցող մարդը չի վիճում, չի տերնում, չի բողոքում, չի տրտնջում, ասում, հանել ես մեզի սպանես, դետար, բա ուր ես տանում, մեզի բա հետո ինչ է լինելու, բա մեր ոչխարներ, բա մեր կառները, բա մեր ես, բա մեր են, բա վերջում ինչ է լինելու, հասկանում ենք իրար մի հատ ասա ամեն, շարունակում ենք, Էլեն ջան, բայց ընդեղ մի հատ բառ մնաց կներեք, հարց, ինչու մեզ հանեցիր, գիտեք անգամ հանելը, որ ամենամեծ կարևոր քայլը դա փրկությունն է, ասել ինչու ես հանեցիր, ինչի, մնայք ընդեղ ավելի լավ էր, հին վիճակ ավելի լավ էր, գիտեք որտեղ ուտելու բան կար, ջուր կար, գոնե, ստրուկ բայց ջուր, ստրուկ բայց խորխբան, միս, խաշլամա, սխտոր, սող, բայց ստրուկ, նման չի ես օրվա մտածելակերպ, հորս կուշ տրնի, տունը հարմարելի, էսի սենցելի, էնին էցելի, գիտեք շատ քչերն են այսօր խոսում, իրանց տեսիլքից անկեղծ եմ խոսում, շփվեք հավատացյալների հետ շատերի հետ գտնակ, որ շատ քիչ մարդ է խոսում ապագայի տեսիլքի մասին, շատ շատերը գերմեծամասն խոսում են ներկայի մասին, երբ ինչքան չկա, ոչ մեկ չի խոսում նրա մասին, բա ինչ է լինելու, նման է այս օրերին թե չէ, ինչ եք դուրս եկել, ինչի մեզ հանեցիր, անգամ հանելուն դրմենան, անգամ եթե ես պտի ուտելու բան չունենամ, նյութական բաներ իմ սրտով չլինի, ավելի լավ է ես լինեի անհավատ, քան հավատացյալ, այս խոսքը մեր համար այսօր դա է նշանակում։ Մի հատ պատկամ եմ քարոզել տարիներ առաջ հիշում եմ, մի ապտակիր Քրիստոսին, ջրիտեմ հիշում եք թե չէ, գիտեք ամեն տեսակի տրտունջ, ամեն տեսակի բողոք, դա ապտակ է նրան, ես նոր գտակարանից եմ քարոզել այդ ժամանակ, բայց սրանք նման է իրար, դու ապտակում ես մեկին, ով որ քեզ փրկել է, կամ ուզում է քեզ փրկի, որտեղ այդ պայն ինչ-որ բաներ քո սրտով չի, մենք կարող է մեր համարձակությունը չերիքի մենք սենց կանգնենք Աստծուն բառացի ասենք, բայց մեր վերաբերմունքը, ներսի վերաբերմունքը, դա է ցույց տալիս, հաջորդ Էլեն ջան, Մովսեսը աղաղակեց տիրոջը, չէ՞ լա աղաղակեց տիրոջը, քեզնից բողոքել, սենց բաներ լցվի վրա, սա, չորս կողմը նայում ես, բոլորը քոնն են տալի, նայում ես իրադրությանը, սա կախված են այսպես, դու չգիտես ինչ անես, աղաղակում ես, ասում ես, Տեր, ինչ անեմ այդ ժողովրդին, քիչ է մնում, որ ինձ կարեկոծեն, մի հատ ասա քիչ է մնում, բայց սա դրական չի, բացասական է, քանի հոգի կան, որ իրանց կյանքում կա իրադրություններ, իրանց թվում է, որ իրանք հեսա պրծնելու, մեռնելու վրա են, լիքը իրադրություններ կա, որ տենց այդ հարցը չի լուծվելու, և քիչ է մնացել, որ իրանք վերջնականապես հասկանան, որ իրանք խորտակված են, դուք հասկանում եք ինչ եմ ասում, և շատերիս մտքի մեջ դա կա, շատ մարդիկ խոսում են այդ մասին, այսի վերջն աղբեր, սրանից էյան էլ բան չկա,
Էսը մի քիչ է մնացել, որ վերջնականապես քարկոծվեմ բրծնեմ։ Մի քիչ է մնացել, որ այս թեման վերջնականապես խորտակվի, քանդվի, մեռնի, սպանվի, բրծնի։ Քիչ է մնացել։ Մովսեսը տենում է իրադրությունը, ինչ է կատարում, ասում է քիչ է մնում, մի քիչ։ Դուք հիմա հեշտ եք, չեք արդում։ Միան պատկերացրեք 100,000-ավոր մարդիկ հավաքված բողոք են անում, ցույց։ Ջուր, քեզ անել, եւ նրանք պատրաստ էին, Մովսեսը հենց ուղղակի չի գրել, պատրաստ էին նրանք հարկոցելու եւ նա ասեց քիչ է մնում, այսինքն մի փոքր էլ ուշանա, մի փոքր, ինձ հարկոցելու են, բայց ինչ դի անեմ, ինչ անեմ սրանց, ասա, ինչ անեմ, ոնց ինձ ջուր տամ, ամեն, ու տեսեք Եհովան ինչ ասեց Մովսեսին, մի քանի բան, անցիր ժողովրդի առաջ, վերցու քեզ այդ Իսրայելի ծերերից, ձեռքդ արկո գավազանը, որով հարվածեցիր գետին, երբ գնա, չգիտեմ, խեն գետ գրել, բայց մենք գիտենք, որ Կարմիր ծովի մասին է, չէ, իմ թարգմանության ու չտեշի, հասկանում եք իրար, դուք գիտեք Սուրբ Գիրքը, հիմա նայեք, Առաջի բանը, որ Աստված խոսած Մովսեսի հետ, ես սա լուրջ արել եմ իր վրա, հիմա ինչ որ ասում։ Առաջի բանը, որ խոսած, ասեց անցիկ ժողովրդի առաջ։ Եկեք մի հատ տեսարանը պատկերացնենք, սիրելիներ։ Մարդիկ սենց ամբողը սենց շրջապատելա, մենք ասում ենք սենց կալվեչ արել։ Սենց շրջապատելա Մովսեսին, Մովսեսը մնացելա սենց կենտրոնում մեջտեղ չգիտի ինչ անի, պատկերացիք տեսարանը, ու աղաղակում է, խոսում է, չգիտեմ, աղոթում է, ու Աստված իրան ասում է, անցիր ժողովրդի առաջը։ Դուք տեսակ, որ ինքը առաջ չէր։ Դուք տեսակ, որ ինքը ժողովրդի առաջը չէր, մնացել էր ժողովրդի մոտ, նա մնացել էր ժողովրդի հետ և նույն պրոբլեմը իր համար կար։ Ինչ անեմ, Մովսեսը չգիտեր ինչ աներ, Մովսեսի պես մարդը չգիտեր ինչ աներ, Աստված իրան ասում է, ուրեմն առաջի բանը Մովսես և Արսեն, և դուք բոլորս, որ պիտի անեք, մի հատ քո տեղից հելիր, որտեղ ուզում են քեզ քարկոծեն սպանեն, մի հատ դրանից առաջ անցիր, մի հատ գնա ուրիշ տեղ և դուրս արի տեղից, դա քո տեղը չի, բավական է մնաս այդտեղ, հելի տեղից, և անցիր ժողովրդի առաջը, ամեն, այսօրվա պատգամի վերնագիրն է առաջ անցիր, այդ եմ դրել, առաջ անցիր, վեկած, քանի հոգի կան, որ իրա պրոբլեմներն իրան շրջապատել են, քիչ ամնացել, որ քարգոց են սպանել, որնա պրոբլեմ, այս ինչ մենակ ես ունեմ, ինչ հորձնված եք մենք, ներասպան, Պողոսը կասեր, երանի այդպես լիներ, երանի թե թագավոր էիք, որպեսի մենք էլ ձեր հետ թագավոր էինք, ասեր Պողոսը Կորինթացիներին։ Մի հատ էլ ուշեղ բան կասեր Պողոսը։ Կասեր, ուզում եմ, որ դուք բարի գործեք, թեև մենք անպիտան երևանք։ Ամեն։ Հիմա նայեք, ասում է հելի, բայց մենակ չես կարա, մենակ չետ աս։ Երկրորդ բանը, որ ասեց, Իսրայելի ծերերից հետդ մարդ վերցրու։ Դու մարդ վերցնելու կարիք ունես։ Դու կարիք ունես, մարդ վերցնես հետդ, որպեսի գնաս առաջ։ Դու մենակ չես կարող, մի հատ ասա ես մենակ չեմ կարող։ Դու ունես հոգևոր ծերի կարիք։ Ովքեր են հոգևոր ծերերը։ Ուրեմն առաջի բանը, որ Մովսեսը պիտի աներ, նա առաջ չէր անցել ժողովրդից, նա մնացել է ժողովրդի հետ նույն կետի վրա և կարծես, գիտեք ինչ է սա, կարծես այդ պահի իրանց առաջնորդի կամ առաջնորդելու դիրքը կարծես կորցրել է որպես հեղինակություն առաջ անցնելու համար։ Ամեն։ Եվ նրանք առաջ անցին, առաջինը բանը մնացել ես նույն տեղում հեղինգի առաջ և երկրորդ բանը հոգևոր ծեր կվերցնես հետը, դա հոգևոր լուրջ մարդիկ են, դու չես կարա առանց
առանց իրանց այդ բանը անելու դու մենակ չես կարա։ Ստեղ Աստված Մովսեսին դաս է սովորեցնում, որ դու առանց լուրջ հոգևոր ծերերի խորը մարդկանց, Աստծո հետ հանդիպում ունեցող մարդկանց, լուրջ մարդկանց, առանց իրանց դու չես կարող։ Իրանց հետը վերջ եւ անցիր առաջ, ինչ ես մնացել ստեղ իրանց հետ։ Եթե մնացել եք, ես կարգոծել եմ։ Հիմա տեսքես ինչ եմ ասում։ Եթե դու շրջապատված ես խնդիրներով, ես էլ քո հետ միասին։ Մեր խնդիրները քիչ է մնում, որ քեզ կարգոծեն սպանել։ Քիչ է մնացել, որ խորտակեն քեզ քո կյանքը կամ քո կյանքի որևէ ոլորտ։ Հելիից հոգևոր մարդկանց վերցա, հոգևոր մարդկանց հետ խոսա, հոգևոր մարդկանց ասած հոգեզ օգնեն։ Նրանց հետ միասին եւ անցիր ժողովրդի առաջը, դու չես կարալու, դու պետք է առաջ անցնես, որ ես քեզ օգտագործեմ։ Գիտեք հետո ինչ ասես, ասես ես այնտեղ ժայռի վրա կանգնելու եմ քո դիմացը։ Գիտեք այն լեզվով ինչ է նշանակում։ Ես այդտեղ չեմ այդքան տեղը։ Այդտեղից դու սարի արի, ես քեզ տես սպասում եմ Մովսես։ Գալիս ես իմ մոտ, գալիս ես, ես քո առաջը կանգնած եմ։ Բայց գավազանը կվերցնես հետդ։ Մի հատ ասա գավազան։ Գիտեք, ասма գավազանը ձեռքը տար։ Գիտեք սա իմ համար ինչ է նշանակում, որ նա գավազանը դրել էր մի տեղ։ Իշխանությունը այդ պահին կարծես կորցրել էր իր ձեռքից, գավազանը թողել է։ Գավազանն Աստվածաշնչում իշխանության խորհուրդ է։ Իշխանությունը թողել էր դրա համար պրոբլեմների մեջ խճճված չգիտեր ինչ աներ։ Ժողովրդի հետ միասին։ Ամեն իսկ հարկոծում են ինչ անեմ, պրոբլեմ կա տեր։ Բայց գիտեք ինչ ուժեղ բնավորություն է, որ խնդիր կա, պրոբլեմ կա, չգիտես ինչ անես, գնում ես Աստծո առաջ։ Սա շատ ուժեղ բնավորություն է, որ Մովսեսը մեզ սովորեցնում է, որ եթե դու պրոբլեմ ունես, դու գնա Տիրոջ առաջ։ Ամեն, բայց երրորդ բանը, իշխանությունը կվերցնես։ Մի հատ վերցրի։ Մի հատ հասկացի, որ դու Աստծո զավակ ես եւ դու Աստծուց ունես շատ ուժեղ իշխանություն տրված, որ քո բոլոր հարցերի, խնդիրների պատասխանը իշխանության մեջ է։ Եհովան Մովսեսին ասեց, Աստված ասեց, հետը կվերցնես քո գավազանը։ Որ գավազանը տեր, որ զարկել էիր, հրաշքել է տեր։ Որ խփել էիր, առաջ որ ունեին, այն իշխանությունը, որ անցած տարի աշխատեց, չի պրծել, այս տարի է այդ աշխատում։ Այս տարի է այդ գործում, այդ նույն իշխանությունն է քո հարցը լուծում։ Դա մի անգամվա համար չի քո հավատքը, մի անգամվա հարց լուծելու համար չի քո հավատքը, ամբողջ կյանքի համար է եւ դա պիտի աճի եւ այդ հավատքն ու իշխանությունը միշտ պիտի լինի իմ ու քո ձեռքում։ Մենք շատերս մեր ձեռքից մեր գավազանը վայր եք դրել ու գիտենք, որ մի հատ ծովը ճեղքին կանցանք, պրոբլեմը պրծավ։ Նորից վերցրու ձեռքը։ Ուրեմն առաջի 3 բաները հելի անցի ժողովրդի առաջը, ծերերից հետդ կվերցնես և գավազանդ էլ կվերցնես ձեռքդ, ամեն։ Վերցեցի տեր, հելա կանգնա, արեք ժողովուրդ, կանչեցի մի քանի հոգու, գնացի կանցանք ժողովրդի առաջ, գավազանը վերցել եմ, բա հիմա ինչ պիտի անեմ տեր։ Ես քորը լեռան վրա կանգնացեմ։ Շարունակենք Հելեն ջան։ Այնտեղ քորեբի ժայռի վրա կկանգնեմ քո առջև։ Ինչ լավ է, չէ՞։ Այո, հրաշալի։ Գիտեք, Աստված ասում է, ես կանգնած եմ քո առջև, գիտեք առջևը ինչ է։ Իմ ապագայի մեջ։ Դու իմ դեմ դիմաց ես տեր, դու իմ առաջ ես տեր։ Գիտեք, կարծես տեսողության դաշտից ինչ-որ բաներ կորել։ Այնքան տիպիկ է այս օրը։ Տեսողության դաշտից ինչ-որ բաներ կորել։ Ես քո առջև եմ կանգնում։ Բացատրում եմ, դու ինձ տեսնելու ես։ Ես այդտեղ եմ լինելու։ Ինչ արա, կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա և ժողովուրդը կխմի։ Մի հատ հարց եմ ուզում տալ ինձ ու քեզ։ Ինչ է կարծում, բոլորը ծարավել էին բացի Մովսեսից։
Մովսեսն էր, չէ՞ զա։ Եթե ջուր չկար, իրավարը չկար, բայց ինքը կարում էր չբողոքել։ Բայց ինքը կարում էր չտրտնջալ, ինքը կարում էր չհանրայնացնել, սենց միանգամից սենց կռիվ շուխուր սարքել, այսպես։ Գիտեք, անգամ, գիտեք ինչն է ինձ դուր գալի շատ։ Անգամ չասեց, բա գիտես մեր համար լավ է։ Բա մենք էլ չունենք։ Երեխեքն էլ չունենք։ Են ծերերն էլ չունենք։ Ես էլ եմ ծարավից խեղդվում, բայց վստահում եմ, գիտեմ, որ Եհովան մի բան կանի, որ Աստված մի բան կանի։ Հանդիպել եք այդպես բնավորություն ունեցող մարդկանց, երկուսն էլ նույն խնդրի մեջ են, մեկը կռիվ շամատայ է սարքել, մեկը հանգիստ նստած է։ Երկուսն էլ նույն պրոբլեմն ունեն, նույն խնդիրը նույն պահին, մեկը սենց, փոթորիկ է սարքել, այդ մեկը հանգիստ նստած է ասում, ծանոթ է, չէ՞։ Մեկը հանգիստ նստած ասում, ես վստահում եմ Աստծուն նա կանի դա։ Ամեն։ Այ քեզ բնավորություն, այ քեզ հանգստություն, այ քեզ տեսակ, այ քեզ հեզություն։ Մարդ, որը իր մասին գրել է աշխարհի ամենահեզ մարդ։ Հունարեն բառը հեզի գիտեք որն է։ Ռուսերեն բառը դրանից է վերցրած, կրոտես, բայց հունարենում կրոտեուսն է։ Գիտեք ինչ է նշանակում։ Ուշադրիր լսեք։ Մի բացատրություն եմ ասում, փոքր, որտեղ իմ քարոզն էլ չի։ Դանդաղ դեպի բարկանալը։ Ահա հեզության մի հատ ինդիկատոր, մի հատ ուղեցույց, չափանիշ, դանդաղ դեպի բարկանալը։ Ստորակետից հետո այսպես է բացատրության, լավ, այսպես էլ ասամ։ 100%-ով բարկանալու առիթ է ստեղծվել իր համար ու ինքը ճիշտ է, եթե բարկանը ճիշտ է ու տեղին։ Բայց նա չի բարկանում, նա դանդաղ է դեպի բարկանալը։ Կարար բողոքեր ասել ջուր չկա, կարար բողոքեր ասել Արսեն հերիք հայելի սպանիր թողիր մեզ, ես ինչ ես անում։ Եվ այլն, բայց նա կրոտեուս էր։ Դանդաղ, մենք կես կստուգես սրանով։ Մարդիկան բարկությունը տատիս մի հատ խոսք ուներ, ասում էր տնաշը, ձեր ջղայնանա, ձեր կտի ձերինա։ Յանես ենք, ձերի, վարկանական ջղայնանում եք։ Չէ, ես չեմ ուզում դա։ Ես ուզում եմ շատ դանդաղ լինեմ դեպի բարկանալը, անկախ նրանից, թե դրա առիթը ինչքան կա ու տեղին կլինի բարկանալը։ Այսպես էր Մովսեսը։ Սա էր, հելավ գնաց ինչ արեց, ասեց ես քո առաջ եմ կանգնելու, դրանից խփի դուրս կգա եւ ժողովուրդը կխմի։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։ Ջուրը հելավ եւ մարդիկ խմեցին։ Եվ այդ գերբնականը բոլորը տեսան։ Քանի ոգեր իրաց կյանքում գերբնական բան տեսել։ Նորը տարին մեկ, 5 տարին մեկ։ Լուրջ մի բան հրաշ գերբնական։ Ինձ թվում է բոլոր սր տեսել են գերբնական բաներ, թեկուզ մի քանի հատ։ Բայց ինչ անենում, որ հաջորդ անգամ մենք նորից ենք ընկնում բողոքի, տրտունջի, վեճի, Աստծուն փորձելու եւ կռիվ անելու մեջ։ Ինչպես է լինում դա։ Գիտեք ինչի ատենց շատերս էր, որտեղ շատերս սովորել ենք, որ մեր համար ինչ-որ մեկը պիտի անի, չենք սովորում, որ ես էլ կարող եմ այդ ժայռից ջուր հանել։ Հասկացա ինչ եմ ասում, գիտեք պահանջող մարդիկ, ովքեր հոգեբանության մեջ, անընդհատ պահանջող ուզող վիճող մարդիկ, նրանք համարվում են հոգեբանորեն շատ թույլ մարդիկ։ Դա ցույց է տալիս, որ նրանք անընդհատ կախված են դիմացինից, նրանք ինքնուրույնություն չունեն իրանց հարցերի համար։
Լիքը բաների համար, ես քո կարիքն ունեմ իհարկե, դու ծեր ես, ես ունեմ քո կարիքը քեզ իմ հետ վերցնելու առաջ գնալու իհարկե, բայց լիքը հարցեր կա փոքր ու մեծ, որի մեջ ես ու դու վաղուց պիտի ինքնուրույն լինեինք։ Եվ դրա համար, երբ որ հիմա սովորել է մեկը, որ պետք է Արմենը խփի, ինքը ջուր խմի, ինքը այսօր խմած կշտացա, վաղ ուրիշ խնդիր է նորից է Արմենին բողոքում, Արմենից բողոքում, դիմում, կռվում, ասում, բա դու երեքա, ես չեմ կարա, դու արա, ես խմեմ։ Դրա համար գնա, բայց երբ որ դու սկսես ինքդ քեզնից պահանջել, կտենաս, որ դու ոչ մեկի դեմ չես բողոքում։ Ուզում ես ոչ մեկից չբողոքես, ով է ուզում։ Սովորի ինքդ անելու կտենաս, որ դու ոչ մեկից չես բողոքում։ Ու կտենաս, որ դու ոչ մեկի դեմ տրտմուշ չունես, արդյոք բավականը մենք մնանք, մենակ հիշում եք մի հատ քարոզ ունեի տարիներ առաջ, ասում հավատացյալներ կան ամբողջ կյանքում նստած են ուրիշի քարոզների վրա։ Նրանք իրանց սեփական հարաբերությունը չունեն, նրանք իրանց սեփական այդությունը չունեն, նրանք իրանց սեփական կարդալը չունեն, սեփական աղոթքը չունեն։ Մի հատ իմ համար աղոթի, պիտի ասես, իհարկե լավ ես անում, բայց դու ինչ ես անում։ Ամեն, երբ որ սրանք ընկնում ատերը, դու կտենաս, որ եկեղեցում, որ ամառան մարդիկ չեն գալի, կտենաս, որ ոչ մեկին չես մեղադրում։ Որտեղ դու ինքդ հասկանում ես, որ դու ես պատճառը։ Ամեն, դրանից դուրս ինչ պատճառել բերես, ո ինչի։ Այդպես բան կար, չէ, խաղաղ ասում ենք ո ինչի։ Ո ինչի, օրինական չի։ Ինչ էլ ասես չի անցնելու, որտեղ դու ինքդ քեզնից պետք է սկսես պահանջել, որտեղ այն որ ասված Մովսեսին, այսօր ասվում է ինձ ու քեզ։ Այսօր ինձ ու քեզ ասում առաջ անցիր, ծերերից հետըտվեց, գավազանըտվեց եւ կհարվածես ժայռին, որտեղից ջուր է դուրս գալու։ Ժողովուրդը խմելու է, ժողովուրդը մյուս օրը լորամարգիկ ուզի, այն մյուս օրը մանանակ ուզի, այն մյուս օրը բժշկություն կուզի, այն մյուս օրը ու բոլորը ուզում են ինչ որ մեկից, մեկը չկա որ ասի, ահա ես եմ տալիս։ Ես էլ ունեմ այդ գավազանից, Արմեն ջան։ Ես էլ ունեմ։ Ես էլ կարող եմ հարվածել այդ գավազանով, որպեսի ջուր դուրս գա։ Ես էլ կարող եմ գնալ ես ինչ բան անել, որպեսի լինի, որպեսի բոլորը չնայեն ինչ որ մեկին կամ մի քանիսին ու ասեն, բա, դե արեք, դե արեք, դե վերեք, դե տնեք, դե արեք, չէ, տես չի, դու էլ կարող ես անել, իշխանությունդ վերցրա խնդրում եմ քեզ։ Սկսիր հարվածել, գիտեք ինձ դուր է գալիս հարվածել բառը։ Ով է պատկերացնում անկեղծ, ես չեմ պատկերացնում այդ։ Ով է պատկերացնում, որ ինքը կարա նայի ժայռին ու իրան մեջ մտածի կամ պատկերացնի, որ հնարավոր է այստեղ ջուր կա։ Ես չեմ պատկերացնում, հրաշքը դրա մեջ է։ Այն բոլոր պրոբլեմները, խնդիրները, անելանելի թվացող վիճակները, որ իմ ու քո համար ժայռ են այսօր, մենք չենք էլ պատկերացնում ոնց կարելի է ատից օգուտ ստանալ։ Աստծո գավազանն ու իշխանությունը իզորու է ատեղից օգուտ ստանալու, իմ ու քո համար, ջուրը բխելու, բերելու և ամբողջ եկեղեցու։ Գիտեք բողոքողներ ովքեր էին, եկեղեցու մարդիկ։ Այո, հավատություն։ Բերելու և ժողովրդին խմցնելու ամբողջ ժողովրդին, սիրելիներ ջան, ջիգարներ ջան, քո ձեռքում գավազան կա։ Օգտագործին այդ գավազանը, բերեք հավաքենք իրար գլուխ այդ գավազանները։ Բերեք միացնենք իրար այդ հավատքները, բերեք այդ միաբանությունը հավաքենք իրար շուրջ ծերերով, մնացած ժողովրդով, առաջ անցնենք և տենանք մեր հետևից գալացող սերունդը, որի համար 5-4 տարի է աղոթում եք կպած, որ մեր հետևից եկող սերունդը ինչ պիտի անի, ինչ պիտի լինի, նա մեզ է սպասում։ Մեկ ուրիշ իմաստով։ Մի հատ էլ ասա առաջանցիր։ Գիտեք ինչ է։ Արսեն ջան, իմ վրա ասեն, որ չեմ հեռանաս։ Ես քո հետևից ուզում եմ գալ, այդքան որ ասում ես սերունդ, հասկացել եմ ինչ ես ասում։ Ուզում եմ հետևիցդ գալ, բայց դու առաջ չես անցելու, որ ես գամ։ Մի հատ հելի հել է, նստել ես հետը մնացել ես, մի հատ հել ես ուզում եմ առաջ կամ դու ինձ խանգարում ես։ Տեսակ իմ վրա եմ ասում, բայց երանի, մեկը հիմա համարձակալի, ու իրա ձերը բարձասնի ասի, ես հետպես եմ մտացել ու դու ինձ խանգարում ես, կեթամ ճակատը կվաչեմ։
Երանի տես լինի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Երանի դու եկե հավասարվել ես այդ տեղին, ուզում ես առաջ անցնես, ես քեզ խանգարում եմ։ Երանի այդ օրը։ Հասկացաք ինչ եմ ասում, բայց բոլորիս ասում եմ առաջ անցիր։ Հելի, գնա, շարժվի, որ մարդիկ քո հետ շարժվեն։ Ուզում ես ընտանիքդ քո հետ շարժվի, առաջ անցիր։ Ուզում ես բարեկամներդ քո հետ շարժվեն, առաջ անցիր։ Ուզում ես ծառայությունդ շարժվի ուժեղ, առաջ անցիր։ Ուզում ես մեծանա հոգևորությունը քո կյանքում, առաջ անցիր։ Օծություն ես ուզում, առաջ անցիր։ Գերբնական ես ուզում, առաջ անցիր։ Հրաշք ես ուզում, առաջ անցիր։ Հելի, իշխանությունդ, գավազանդ ձեռիցդ գցել ես, վերցու ձեռդ, կանգնիր, գնա առաջ, հետդ մարդ կվերցնես։ Զորավոր բաներ ես ուզում, ես այստեղ կանգնած եմ ասում։ Գիտեք ինձ նաև ինչն է դուր գալիս, ոչինչ չէ, որ ես սենց եմ ուսումնասիրում։ Չէ, գիտեք ինձ ինչն է դուր գալիս նաև, Աստված չեկան հտե, ասես դու տից հելարիստ է։ Մենք Աստծուն կանչում ենք մեր խնդիրների մեջ, Աստված ասում է դու պետք է խնդիրներից հելնես խոսում, հելարի։ Ինձ կանչում ես քո խնդրի մեջ դեղ, ես էլ քեզ ասում եմ, առաջ հելի արիստ է։ Ես ստեղ կանգնած եմ։ Մենք ինչքան հեշտ է չէ եղել, որ հիմա կարդում ենք, բայց այդպես հեշտ չի։ Աստված Մովսեսը խփեց ջուրը եկավ։ Ահա հարցի լուծումը։ Գիտեք ինչքան եկավ։ Ինչեր բոլորը խման։ Բոլորը ինչ որ կար։ Բոլորը խման։ Ոչ մեկ ծարավ չմնաց։ Աստված այսպես առատ Աստված է։ Աստված այսպես գերբնականի լիքը տվող Աստված է։ Ոչ մեկը ծարավ չմնաց, բոլորը խմեցին։ Թույլ տվեք հավատամ, գրած չի, բայց Մովսեսի կրոտեուսն իմանալով եմ ասում։ Նա խմավ ամենավերջինը։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Հավատում եմ, նա խմեց ամենավերջինը։ Սպասեց, բոլորը խման, ամենավերջում ինքը խմավ։ Ծերենին էլ խմցրեց, միգուցե կովեր ոչխարներն էլ խման։ Նոր ամենավերջում ինքը խմավ, առատ Աստված։ Սպասող բնավորություն, Մովսեսների կողմից սպասող բնավորություն, հավատացող բնավորություն։ Հիմա մի հատ ուրիշ բան եմ ուզում ցույց տալ։ Քանի հոգի կան, որ Աստծուն կաղաղակեն, Աստված կպատասխանի, բայց իրանց տեղից չեն հելնի անելու։ Լավ եմ ցույց տալիս։ Գիտեք ինչքան մարդիկ կան, խոսացել են, լսել են, քարոզների մեջ են ասել, անձնական շփումների, այնպես պատմելու միտեղ։ Աստված ինձ սենց ասեց, Աստված ինձ սենց ասեց, Աստված ինձ սենց ասեց։ Ես որպես հավատացյալ ընդունում եմ, որ ասեց։ Եթե դու ուզում էիր մենակ այն, որ Աստված քեզ ասի, ու դրանով հարցը վերջանա, դու խաբված մարդ ես։ Եթե Աստված քեզ ասել է, որն է քո նպատակ ուզելու, որ ասի ինչ անես, անես, որ հարցը լուծվի, չէ՞։ Եթե մենք մնացել ենք մենակ այն գաղափարի վրա, Տեր Աստված մի բան ասա, բայց չունենք այն պատրաստակամությունը ասելուց հետո փոխվելու, հլնելու մի բան անելու, ում է պետք որ Աստված ասի, ավելի շատ ես իրան պատասխան տալու։ Բայց Մովսեսների նման մարդիկ, ովքեր պատրաստակամ են, Տեր մի բան ասա, անեմ, ինչ անեմ։ Ոչ թե Տեր մի բան ասա, էլի։ Եվ Աստված ասում է, եւ մարդը հելնում ու անում է, այդտեղ է ռեզուլտատը, արդյունքը, այդտեղ է օրհնությունը, այդտեղ է ամեն ինչը, որ Աստված տալիս է իր ժողովրդին սիրելիներ։ Մի մնա մենակ այն մտքի վրա, որ Աստված քեզ ինչ-որ մի բան ասի։ Գիտեք, շատ-շատեր են էլի Աստված իրանց հետ խոսացել է, բայց իրանք չեն հել էդի անելու ու տենց մնացել է այդ խոսքը։ Ում է պետք, ինչ օգուտ։ Հիմա Աստված եկեղեցուն ինչ-որ մի բան ասում, եթե եկեղեցին չպիտի մտնի Աստծո ասացի մեջ, որն է օգուտը Աստծո ասացի։ Հիմա Աստված եկեղեցուն 100% հավատում եմ։ Մարդ, որ Աստծուց թեմա է ստանում հայտնություն, ինքը գիտի, որ Աստծուց է ստացել։ Հիմա 100%-ով ասում եմ, Աստված եկեղեցուն ասում է, հելիետից առաջ անցի, գավազանդ վերցրա, ծերելով առաջ գնա։ Գերբնական այդքան, որ աղոթում եք հարթությունը, փողոցների հրաշքները, անդամալույցի վազելը,
Են որ մարդիկ հպվեն, են զորավոր բաները որ կա, ձեր ներքին բնավորության փոփոխությունները ինձնից հաղթվել է, ինչու չէ նայով ես։ Սա է պատգամը Աստծո եկեղեցուն, այս եկեղեցուն այսօր։ Ամեն։ Առաջ անցիր, իշխանությունը, գավազանդ վերցրա, ծերերի հետ անցիր առաջ և հարվածիր։ Եթե Աստված պիտի խոսար Մովսեսը չաներ, ում էր պետք ժողովուրդը մնալ էին նույն վիճակի մեջ։ Եթե քիչ է մնացել քեզ ու դու քեզ թվում է, որ այսքան է մնացել, որ դու այդ թեմայի մեջ պարտված լինես, քարկոծվես, վերջանաս, հասկանում ես, ինձ մի հատ ասա հարկ։ Ես ստեղ եմ այսօր քեզ ասելու համար, որ դա տեղի չի ունենա։ Ուզում եմ մի մաս մնացած անի քո պրծնելուն։ Եթե դու Աստծո ասածը անես, այդ պրծնելը քո կյանքում տեղի չի ունենալու։ Քո կյանքում տեղի են ունենալու զորավոր օգնություններ։ Քո կյանքում տեղի են ունենալու հրաշք բաներ։ Քո կյանքում տեղի են ունենալու այնպես բաներ, որ նայես ժայռի, ոնց որ նայես Սարին, այս Արարատի Սարին նայես, հնարավոր աստից ջուրել է։ Այ քեզ բան։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մարդը Աստծուն ասի ինչ անեմ։ Շատերս չենք էլ ասում ինչ անեմ, շատերս անում են առանց Աստծուն հարցնելու։ Լիքը կարևոր չեմ ասում Աստծուն հարցնես, ասես առավոտ հելամ կոֆե խմեմ, թե չէ։ Հաց ուտեմ, թե չէ, բայց լիքը կարևոր հոգևոր հարցերում ես ու դու կարիք ունենք նրան հարցնելու, ինչպես Մովսես հարցրեց, ինչ անեմ։ Ահա մի ուժեղ բնավորություն, որը առանց Աստծո թելադրանքի չի ուզում ոչինչ նախաձեռնի։ Չի ուզում ոչ մի բան անի առանց Աստծուն ասելու, ինչ անեմ։ Ժողովուրդը բարկացել է, բայց ես չէ Տեր Աստված։ Մովսեսի դիրքն եմ ասում։ Բոլորը ծարավ են, իհարկե ես եմ ծարավ։ Ինքը ավելի մեծ էր տարիքով, միգուցե ինքն ավելի ծարավ էր։ Բայց չէ, չեմ բողոքում։ Չեմ պրպեջում, չեմ վիճում և Աստծուն չեմ փորձում։ Եթե, գիտեք անկեղծ ասեմ, ոչ ինչ որ եթե ունենք, մարդ պետք է Աստծուց իրա համար ինքը խոսք ունենա։ Գոնե մինիմալ խոսք է։ Մեզ հարցերելները սկսել է շատանալ։ Կարող է տեղափոխվեք Ամերիկա ապրեք։ Կարող է գաք ընդեղից գաք ստեղից ասում են կարող է գնակ, պարզա չէ, բարել, չէ, ինչի զարմանում են, ինչի, հոգևոր լուրջ, հոգևոր մարդիկ են ելել, անկեղծ եմ ասում, ինձ չեն հավատացել, որ ես էթալյան հետ կամ, ու երեսիս ասել են, դու գնացին էլ չես գալու, ծիծաղացել եմ, բայց մտքիս մեջ ասել եմ, ես մարդիկ ոչ տեսիք ունեն, ոչ հոգևոր գործերն են հասկանում, ոչ էլ գիտեն իրանց մասին ինչ-որ բան, Աստված իրանց որտեղ է դրել ինչի համար, ոչ, մենք ապրում ենք Շիրազու գյուղում, ծառայում ենք Արարատի Աստծո ժողովուրդի եկեղեցում, համենայն դեպս այս պահին մոտակա մի քանի տարին այդպես է, հասկանում ենք իրար, ունեցիր քո համար գոնե մինիմալը, հասկացիր էդի, չէ, չենք գերում, Աստված մեզ դրել աստեղ, մենք խնդիրներ կա լիքը, ինչի համար ես այս օրինակը պատմեցի մեր կյանքից, որտեղ մենք 100%-ով գիտենք, որ մենք հիմա ռապի դիմում ենք, Աստծո ասած տեղը, մենք Աստծո խոսքի համաձայն գտնվում ենք իր կամքի մեջ, ջուր չկա, իհարկե, լիքը բարձր կա, որ ջուրը պակաս է, լիքը հարցեր կա, որ ուտելու բաներն է պակաս, լիքը հարցեր կա, որ մեր կյանքում, ձերն էլ է մերը, անձնական լիքը խնդիրներ ու հարցեր, մեղքի չէ, ուղղակի պրոբլեմ, բայց մենք գիտենք, որ մենք Աստծո կամքի մեջ ենք, Աստված մեզ առաջնորդել է ռապիդին, վրանը բացել ենք, չվանել ենք, երկարել ենք, մնում ենք այդտեղ, ջուր չկա, այո չկա, բայց Աստված կասի ինչ անենք, արդյունության համար, Աստված կասի ինչ անես ու մենք պատրաստ ենք էդի անելու, եկեղեցին պատրաստ է դա անելու, ես ասում եմ, ամեն, եկեղեցեր, միաձեն անենք, ժողովուրդ միաձեն անենք, ասեք մենք պատրաստ ենք անելու Աստծո ասածը, որպեսի քորեպը սկսի բխել, այն ինչի համար, որ տարիներով աղոթում ենք, ջուր եկավ, ենք շատ շայրից, ես պատրաստ ոնց եմ վազելով, ընկել է ջրի վրա,
Ամեն։ Գիտեք ինձ ինչ դասում նաև որ իրանք չմնացին նույն տեղը, իրանք արելի առաջանցը։ Միտեղ որ օրտեղել ես, միտեղ ինեկատի չունեմ եկեղեցում։ Քո կյանքի որևէ հատվածում, որևէ ոլորտում, որևէ բնավորության, որևէ ժամանակում, որ Աստված քեզ օրհնել է, մի մենակ ու բավարարվի դրա վրա, նա քո համար ավելին ունի։ Հենց մնաս այդ կդառնաս անապատային։ Ամեն։ Որտեղ այն օրհնության, որ Աստված քեզ օրհնել է, իր մոտ ամեն ինչը բազմազան է, դա պրծա։ Մեկը ուրիշ բնական ունի քո համար անելու։ Ուրիշ օրհնություն, օծություն ունի քո համար անելու։ Նա այդպիսի Աստված է։ Ամեն։ Ով է հիշում Եբրայեցիս 8:13-ը։ Մայր որ հինանում ու ծերանում է կորուստի ամեն։ Լիքը բաներ մեր կյանքում գնացել են, ծերացել են, իրանց ուժը կորցրել են, բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում դրանից ազատվել։ Ոչ մի կերպ չենք ուզում դրանից ազատվել։ Բնավորություն կա, չէ, որ ինքը չի կարող իր հին բաներից ազատվել։ Չէ, բան կա։ Գիտե արդեն անպիտան է, բայց տանում մանավանդ գյուղում սեփական տները, տանում միտեղ անպայման պահում է այդին։ Կարող է 20 տարի, 50 տարի պետք չկա, բայց մեկ է, տանում ես ասում տունը, մի օր պետք է գա։ Եվ դա փակում է օրհնության ճանապարհը։ Մի բան հինացել է, ծերացել է եւ մոտեցել է կորուստի։ Աստված նոր բան անում։ Ճիշտ է, այդ խոսքը օրենքի մասին է Մովսեսական։ Այդ խոսքը 5 հետակարանի քահանայապետության, Ահարոնի քահանայապետության մասին է, բայց դա նույնն է մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Ամեն։ 2 տարի առաջ Աստված օրհնեց քեզ հրաշքարեց մի բան, Արքինան, բրծավ, պահիմա, բոլա պատմես նույն բաները, հիմա չունի, լորա մարգիներից հետո քորև չկա, քորևից հետո մանանա չկա, հետականությունը կապ չունի, մտքիս ինչ գալիս այդ եմ ասում, չկա կա լիքը, բայց ուզում եմ քեզ մի բան էլ ասել և աղոթեք, քո խոսակցությունների մեջ հաճախակիացրու քո տեսիլքի և երկնքի խոստացված երկրի ապագայի մասին զրույցները հաճախակիացրա քո զրույցների մեջ բավական է խոսաս հոտերից, կովերից, ոչխարներից, նյութականից և այլն և այլն հասկանում եք ինձ մի հատ վտանգավոր բան կա որ խանգարում է մարդուն առաջ գնալու։ Սուրբ գրքում չկա այդ բառը, բայց այդ հոգին կա։ Ռուսախոսները ընծնից լավ դիմանան այդ բառը, բայց ես կբացատրեմ իր բացատրությունը։ Մերկանցիլնիկ ռուսերեն բառը։ Ինքը նշանակում է ունենալ առևտրականի հոգեբանություն և ամեն բանի մեջ տենալ առևտուր շահ։ Հարաբերությունների մեջ, շփումների մեջ ինքը մենակ շահատերում։ Ինքը նշանակում այդ բառը մարդ, որի բոլոր պաստուպկեքը, արարքները, մտածելակերպը մենակ հիմնված է մատերիալի վրա։ Իրան ուրիշ բան հետաքրքիր չի։ Մերկանցիլնիկ հետեց եմ կարդացել, ես ռուսերենից ուժեղ չեմ, բայց հիշողությունս է ուժեղ։ Հասկանում ենք իրար, խնդրու, սա ոգի է։ Եթե դուք հիմա կարող ասես հա ինչ, բայց լսի, շատ ուժեղ բան եմ ասել։ Եթե դու շփումների մեջ, ծառայությունների մեջ, սովորական հաղորդակցությունների մեջ մենակ առևտրի ու օգուտի հոգեբանությամբ ես մոտենում, դու չես հաջողվելու հոգեբանության մեջ։ Անգամ մարդիկ այդ բառով Աստծո հետ են, առևտրականի հոգեբանության մեջ են Աստծո հետ։ Դրա համար հաջողություն չկա։ Դրա համար օրհնություն չկա։ Այդտեղից ում ինչ խափիր, չարարիր, տարար, այդ օրհնության մի սպասի։
Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Ումից ինչ կորզիր, կլպիր տարար, Աստծուց ոչինչ չսպասես, եթե դու առևտրականի հոգեբանությամբ, գիտեք, մեր շփումների մեջ էլ կարա լինի առևտրականի հոգեբանություն, ես ժպտամ, որ ինքն էլ ժպտա, կամ ինքը ժպտաց, ինքը պիտի ժպտա, ես տամ, որ ինքն էլ տա եւ այլն։ Հիսուսն ասել է, այդպես չի լինում։ Դուք պետք է անեք ու չսպասեք։ Էսի է, որ այդ առևտրականի հոգեբանությունից դու ազատ ես։ Ամեն։ Հասկանում ես ինձ։ Սա գիտեք ինչի համար ասեցի, որ դու քեզնից դուրս գաս, ես էլ քո հետ միասին, եւ բոլոր վեկտորները ուղենք ընդեղ, ուղենք ապագային, ուղենք տեսիլքին, երկնայինի, ոչ թե այս պահին չարը սրվի։ Ես հրաժարվում եմ դրանից։ Եկեղեցուն, որպես Աստծո ծառա, իշխանությամբ ասում եմ, դու էլ իմ հետ ասա, եկեղեցին հրաժարվում այս հոգեբանությունից։ Եկեղեցին հրաժարվում այս տեսակից, Հիսուս Քրիստոսի անունով, որ տեսակից ամեն իրադրությունների մեջ առևտրականի հոգեբանություն ունենալ եւ շահ օգուտ տեսնել ամեն բանի մեջ։ Հրաժարվում եմ։ Դա կլինի զգացմունքային օգուտ, դա կլինի հաճույքի օգուտ, դա կլինի նյութական, ինչ ոլորտում ուզում ես, դա ասա։ Մենք